Այն փուլը, երբ որ դու ուսում ես վերցնում եւ հետո դրանից հետո, երբ որ դու պրակտիկա ես անցնում, դա չի նշանակում ուսումից հետո դու պատրաստ ես պրակտիկայի։ Դա նշանակում է, որ ուսումից հետո դու պետք է պրակտիկա անցնես, որպեսզի հետո դու պատրաստ լինես մասնագիտացվելու ու հետո նոր դառնաս պրոֆի։ Այստեղ է ամբողջ խնդիրը, որ մենք չենք հասկանում ոնց տանենք մեր մասնագիտական ճանապարհը։ Հա, կան գործեր, որոնք որ պարզ են, դու սովորեցիր, դրանից հետո տեղավորվեցիր ու տենց ընթացքով, բայց նույնիսկ այդ դեպքում քո աշխատավարձը քիչ է, այդ ավելի շատ է, այդ ավելի շատ է։ Դա նաև կոչվում է քո մասնագիտացման զարգացման մասին։ Վերջերս շատ են կապի գալի են մարդիկ, ովքեր որ նոր են սկսել, կարելի ասել, կամ սկսել են նկարել, բայց չեն զարգացել, ինչ որ բազա են վերցրել եւ այդ բազան պրակտիկայի մեջ չեն զարգացրել ու մնացել են նույն բազայի մեջ ու բողոքում են, որ իրանք պատվերի կամ գործի խնդիր ունեն։ Մասնագիտացվելու շրջանում դու պետքա նոր խնդիրներ քեզի առաջ բերես, որ կարողանաս դրանք լուծել, որովհետեւ վաղը դու այդ խնդիրները չէիր կարողանա լուծեիր, երբ որ քեզ կտային մեծ պրոյեկտ։ Այդ մտածելակերպով պետք չի շարժվել, պետք է շարժվել այն մտածելակերպով, որ դու ժամանակ ունես դեռ զարգանալու։ Նոր արդեն խոսես պատվերներից, դրանց քանակից ու որտեղից դրան գտնես, որովհետև երբ որ դու կհասնես դրան, պատվերներն էլ հավանաբար կլինեն ոչ պակաս։